2025 թվականին գիտության ոլորտին պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 40.2 միլիարդ դրամ։ Մինչդեռ 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտ 14 միլիարդ դրամ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցում է 2021-26 թվականներին Հայաստանի գիտության ոլորտում ձեռք է բերվել 142 գիտական սարքավորում 13 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Գիտության ոլորտի զարգացումը կառավարության 21-26 թվականների ծրագրի առաջնահերթություն էր եւ հենց այդ աշխատանքների շնորհիվ գիտության ոլորտի ֆինանսավորումը 2018-ի նկատմամբ աճեց շուրջ 180%-ով եւ հնարավոր եղավ ոչ միայն կասեցնել ոլորտի նախընթաց տարիների վայրեջքը, այլև գիտության ոլորտում ներդնել զարգացման օրակարգ։ Գիտնականների բազային վարձատրության 105-ից մինչև 300% աճը, բազմազան դրամաշնորհային ծրագրերը երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը դարձրեցին գրավիչ։ Սկսած 2022 թվականից մենք արձանագրում ենք գիտնականների թվի աճ, ավելի քան 600 նոր գիտնականներ են մուտք գործել ոլորտ, որոնց շարքում մեծ մասը երիտասարդներ են։ Վարչապետն անդրադառնում է գիտաշխատողների վարձատրությանը։ 2021 թվականի համեմատ 21 թվականին լաբորանտ ճարտարագետ 67300 դրամ, 2026 թվականին 138300 դրամ նվազագույն աշխատավարձ, այսինքն աճը 105%-ով, ավելի քան կրկնապատիկ։ Ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ 21 թվականին 76000 դրամ, 2021 թվականին 76000 դրամ, 2026 թվականին 179000 դրամ, աճը ավելի քան 135%։ Կրսեր գիտաշխատող 21 թվականին 90400 դրամ, 2026 թվականին 276000 դրամ, այսինքն աճը 205%։ Ավագ, առաջատար եւ գլխավոր գիտաշխատողների, ինչպես նաեւ գիտական խմբի եւ գիտական ստորաբաժանման ղեկավարների աշխատավարձերը եւս բարձրացել են։ Մինչև կառավարության ծրագրի իրականացումը խոսում էին գիտության ոլորտի կործանման մասին։ Հիմա մենք խոսում ենք գիտության ոլորտի զարգացման նոր փուլի մասին եւ հասել ենք այդ օրվան։ Մենք ենք խոսում։ Մենք կործանման մասին խոսում են բոլորը, նոր փուլի մասին խոսում ենք մենք։ Այսինքն եւ ես հասկանում եմ, որ մեզնից շնորհակալություններ ակնկալվում, որ չեն խոսում կործանման մասին, բայց ես խնդիր չունեմ, թող խոսան կործանման մասին, բայց գիտության, երկրի, ամեն ինչի կործանման մասին, որովհետեւ դա շատ պոպուլյար թեմա է։ Կառավարությունը մեկ այլ որոշմամբ ընդունեց Երևանի Նորագյուղ թաղամասում եւ հարակից տարածքներում լայնածավալ քաղաքաշինական ծրագիր իրականացնելու հարցը։ 65000 բնակչի համար կկառուցվի ավելի քան 155 շենք։ Խոսքը գնում է Նորագյուղ թաղամասի եւ հարակից տարածքների 83.9 հեկտար տարածքի մասին, եւ այս ծրագրով մենք էական քաղաքաշինական խնդիր ենք լուծում Երևան քաղաքի համար։ Այս 83.9 հեկտարների վրա մենք ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մենք ունենում ենք մոտավորապես 2-ից 2.5 միլիոն քառակուսի մետր կառուցապատում, եւ այս հատվածը կարելի ասել էականորեն ենթադրվում է, որ բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը։ Միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված Հայաստանը խնդիր չունի։ Լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է եկեղեցի պետություն հակամարտության շրջանակում ԵԽԽՎ падգամավորի անհանգստությանը։ Մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ է, հիմնավորված է։ Երկրորդը, չկա եկեղեցի պետություն հակամարտություն, ինչպես դուք նշեցիք, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, եւ մենք բոլոր հնարավոր միջոցները թույլատրելի եւ օրինական ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար։ Իսկ ինչպես է ստացվել, որ Արշակ Սրբազանի մասով քննչական կոմիտեից անհետացել է միակ իրեղեն ապացույցը։ Փաշինյանը նշում է, որ տեղյակ չէ, կփորձի հետաքրքրվել ու ծանոթանալ խնդրին։ Ինչ վերաբերում է արդարությանը եւ արդարադատությանը, գիտեք, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մենք ռազմավարություն ունենք, մոնիտորինգի խումբ ունենք, բայց դա էլ պետք է ասեմ, որ վերջերս երբ որ
դատական համակարգի ներկայացուցիչների հետ պանելային քննարկման էի մասնակցում, ես արձանագրում եմ, որ ի տարբերություն 2018-19 թվականների, երբ որ ինձ հասցեագրված դիմումների մի հսկայական մասը վերաբերվում էր դատարաններին, դատարանների կողմից կայացված անարդար եւ անհիմն որոշումներին, ես ներկայումս այդպիսի նամակների տեսակարար կշիռը անգամներով, եթե ոչ տասնյակ անգամներով է նվազել։ Հայաստանի վարչապետը կարծում է, որ ճիշտ կլինի Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիային ու Ադրբեջանին։ Ադրբեջանը ունի ավելցուկ, Հայաստանը ունի ավելցուկ, դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու եւ ինչու՞մ է այստեղ շահագրգռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչու՞մ կարող է լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաև Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու։ Տեսեք, մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին եւ Իրանին, եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային եւ Ադրբեջանին։ Փաշինյանն անդրադառնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը իհարկե շատ կարևոր է եւ զարգացումներ կան այդտեղ եւ հասունացած է վաղուց, որ իրադարձություններ տեղի ունենան։ Ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան եւ դեռևս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները առնվազն իրականություն կդառնան։ Մենք հիմա նաեւ Ախուրիկի հատվածում, Մարգարայի հատվածում ամեն գործողություններ ենք անում, որպեսզի հանկարծ հնարավոր որոշումները չխոչընդոտվեն մեր կողմից անպատրաստ լինելու հետ։ Հույս ունեմ, որ այդ որոշումները կայացնեն։ Ես չեմ կարող կոնկրետ որևէ բան ասել, իհարկե չթաքցնեմ, դիվանագիտական խողովակներով աշխատանք արվում է, որոշակի ազդակներ մենք ստանում ենք, իմիջիալոց նաև հրապարակային Թուրքիայում տեսնում ենք, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայից, բայց տեսնենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է իր ղեկավարման տարիներին Հայաստանը հասել է այն կետին, երբ առաջին անգամ Հայաստանի քաղաքացիները ոչ թե փախնում են երկրից, այլև վերադառնում։ Հասցրել ենք այն վիճակի, որ Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ առողջության ապահովագրության շրջանակներում ստանում են ծառայություններ պետական բյուջեի միջոցներով։ Հասել ենք այն վիճակի, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո վայելում է խաղաղություն եւ անկախություն։ Իսկ այդպիսի հարց Արարատ թե Արագած, այդ հարցը հետեւյալի մասին է՝ պետություն թե չպետություն, որովհետեւ պետությունը ունի միջազգայինորեն ճանաչված տարածք եւ միջազգային Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզն է։ Վարչապետ Փաշինյանը թեման եզրափակում է հետևյալ դիտարկմամբ. Արարատ սար Հայաստանի Հանրապետությունում չկա։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։